Գյումրու քաղաքապետարանում 8 մարդու ձերբակալության մասին է հայտնել հակակոռուպցիոն կոմիտեն։ Համայնքապետարանում տեղյակ չեն, թե ովքեր են ձերբակալվածները։ Շարքեր են երթ, փաստորեն, երթ էստեղ, երթի տեղներում փակ, հլետեսեք ինչ ոստիկանական խումբ էստեղ կանգնած։ Քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանի խոսքով առավոտյան 10-ին ԱԱԾ դիմակավորները մտել են քաղաքապետարան կատվածահար արել աշխատանքը։ Մի վարգան, ավագանու անդամներին ներս չեն թողնում, խնդրեմ տեսեք, լրատվություն ոնց որ նայում են ներս չեն թողնում։ Գյումրիի քաղաքապետարանում իրավիճակը գերլարված է, ուժայինները փորձում են բերման ենթարկել քաղաքապետ Ղուկասյանին, որը ձերբակալվածի կարգավիճակ ունի։ Քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չեն տալիս իրավապահներին մտնել Վարդան Ղուկասյանի աշխատասենյակ։ Այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են պաշարում քաղաքապետարանի շենքը իրենց աջակցությունը ցույց տալու ընտրված քաղաքապետին։ Արգելված է նույնիսկ մեքենաների տեղաշարժը, մուտք ու ելքը դեպի կենտրոնական հրապարակ։ Բոլորին, այդ թվում ավականու անդամներին, արգելում են ներս մտնել։ Քանի որ ժողովուրդն է ընտրել, ընդդիմալը մեր քաղաքապետը բնականաբար բոլորս կանգնեք իր կողքին։ Սպասելի էր ձեր համար նման վարկագիծը, նման։ Անկեղծ ասած չէի սպասում։ Ես հիմա մտածում եմ, որ պատկերացնում եք ներսի ժողովրդի հոգեվիճակը, դրսում կանգնած հարազատների հոգեվիճակը, խաթարվել է քաղաքի տանող բնականon աշխատանքը, մարդիկ սովորական իրենց աշխատանքային հունի մեջ են, ինչքանով է ճիշտ այսպիսի իրավիճակ ստեղծել ու մարդկանց այս իրավիճակի մեջ դնել։ Խողանջում են եկեղեցիների զանգերը, քաղաքապետարանի դռան մոտ է նաև Տեր Եզնիկ քահանան։ Իսկ դուք ինչ նպատակով եք հիմա այստեղ գտնվում։ Նույն նպատակով ինչ-որ իմ ժողովուրդը, ինչ-որ բոլորը ես չեմ ուզում առանձնացնել, որովհետև շատ-շատերը կան, որ այս բոլորին համամիտ չեն կարող բացարձակ ասել, բայց ներկուստ հոգով համամիտ են ասել բոլոր ճշմարտություններին։ Այդպիսի մարդ չկա, որ խիղճ չունենա։ Այդ խիղճը Աստծո ներկայացումն է յուրաքանչյուրիս մեջ։ Այդ խիղճը պիտի խոսա ամեն մեկի մեջ։ Դե վաղը միսօր էս բոլորը որ անցավ, ինչ երեսով պիտի մանքան քաղաքում, իրենց թաղում, իրենց հարազատների մեջ, իրենց երեխաների, գիտեք ամենաշատը մարդ ումից է ամաչում, իր երեխուց։ Մեծից կամ չգիտեմ ումից կարող է չվախենաս, բայց երեխայի դաշկերին չես կարող նայել։ Երբ որ խարտաղ ես, երբ որ կեղծ ես, երբ որ ճշմարտությունը ոտնահարում ես, հանուն գումարի, հանուն այդ կաշառքի հետ 30 արծաթի։ Ինքնաբուխ ավակ է սկսվում քաղաքապետարանի շենքի առաջ Վարդանանց հրապարակում։ Մարդիկ վստահ են, որ քաղաքապետին ձերբակալում են Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Նրանք ամոթանք են տալիս ոստիկաններին։ ԱԱԾ-ականների քաղաքապետարան մտնելուց մոտ 2 ժամ հետո լրագրողներին լուրեր են հասնում, որ Ղուկասյանին արդեն փորձում են դուրս բերել քաղաքապետարանի շենքից, բայց թե որ մուտքից պարզ չէ։ Հատուկ գործողություն է։ Վարդան Ղուկասյանի խորհրդականը նկատում է, որ ուժայինների այս գործողությունները հաջորդում են Փաշինյանի Շիրակի մարզ շաբաթ օրը կատարած այցին։ Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանն է եղել, եւ երևի ուղիղ հրահանգ է իջեցրել վաղ առավոտից այս գործողությունները այստեղ իրականացնելու։ Մի խոսքի համար 20 օր առաջ էր Փաշինյանը անոնսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ սպասվող իրավական գործողությունների մասին, համոզված են Գյումրիում։ Դուրս շպրտեն քաղաքական եւ հանրային դաշտից։ Գեցե անկախ Հայաստան։ Ալբերտ Սերոփյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։